Քոչարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով չէր եկել, նրան փոխարինում էր ներկայացուցիչը Արամ Օրբելյանը։ Երկրորդ նախագահի քրեական հետապնդման ենթարկվելու մասին հայտնի դարձավ հունիսի 14-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահները թույլ չէին տվել։ Արդեն այսօր հայտնի դարձավ այդ գործից որոշ մանրամասներ։ Չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին եւ վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության նիստով որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի։ Քոչարյանի ներկայացուցիչը գործը կապում է քաղաքական գործընթացների հետ։ Բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։